Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակիցը այսօր երգիչ, երգահան Վահագ Ռաշն է։ Ողջույն Վահագ։ Ողջույն Աննա ջան։ Վահագ, քանի որ ծնունդով շիրակից եք, չեմ կարող չհարցնել, ինչ տպավորություններ ունեք Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներից, շատերի գնահատմամբ այն, որ կրկին քաղաքապետ ընտրվեց մեկը, ով հայտնի է կրիմինալ պատմություններով, դա հետքայլեր Գյումրու համար։ Այդ դուք ինչ կասեք։ Անկեղծ տեղյակ չեմ բանից, ինչ զարգացումներ ունեցա, որտեվ շատ չեմ հետևել, գիտեմ, որ ձայներ հավաքել էր, բայց ամեն դեպքում ժողովուրդը իր ընտրությունը կատարել է, հիմա չգիտեմ, դա ճիշտ էր, ճիշտ չէր, ինչքանով էր հիմա ժողովրդավարական երկրում ենք ապրում, ինչպես ասում են, արդյունքներն են ունեցանք, այսինքն եթե ներկայիս իշխող ուժը ուզում էր ինքը բաներ, պետք է լավ կառավարել։ Ուրեմն ինչ որ բան թերի է համակարգի մեջ։ Եթե նախկին իշխող ուժին, ով ձեր նշելով շատ լավ համբավ չունի, ընտրվում է, ուրեմն ինչ որ բան թերի է։ Նաև խնդիր կա, ինձ թվում է մարդկանց մոտ, որ գնում են նման ուժի են ընտրում։ Չգիտեմ, անկեղծ մի քիչ իմ համար անհասկանալի է, բայց իրականում նաև խնդիրը երևի այնպիսի ուժի բացակայությունն է, որը կբերեր իրական փոփոխությունների, թե հայ ազգը անընդհատ սիրում է այդ փոփոխությունները, ով էլ լինի, ինքը դառնալու է վերջի համակարգի մաս, նորից սկսեն ժողովուրդը բողոքել, բան անել։ Դա մեր ժողովրդի արյան այդ գենետիկայի մեջ է, այդ ղեկավար չընդունելու process-ը։ Սկզբից պաշտում են, նստացնում են բանին, հետո սկսում են արդեն իրականում իրենք էլ դրա մեղավորություն են, բայց պետք է հասկանանք, որ այնպես չբերե նստեցրել են ինչ-որ շատ իդեալական մի հատ տեղ ու պետք է հանգիստ կառավարել, չէ՞, խնդիրները մեծ են, խնդիրներն էլ ժամանակ են պահանջում ու ցանկացած մեկն էլ դա կլինի ընդդիմություն, դիմություն, իշխանություն, իրենց ժամանակ է պետք այդ ամեն ինչը հարթելու համար ու ճիշտ աշխատել է պետք նաև։ Իմ կարծիքով։ Ձեր Գյումրին ես եմ տեսահոլովակը հիշեցի, ընդհանրապես այս ընտրությունների շրջանում Գյումրիում բավական լարված մթնոլորտ էր, ինչ եք կարծում հետընտրական Գյումրիում հնարավոր կլինի հաշտության մթնոլորտ ձևավորել։ Միանշանակ կլինի, քանի որ եթե ասես գլոբալ էլ նայենք, ինքը նույնիսկ այդ ուժերը հավաքել են 20%, այսինքն դա քաղաքի 10%-ն է։ Գիտենք ինչ մեխանիզմներ կարող են գործել, թե իշխանության կողմից, թե ընդդիմության կողմից, փոքր երկիր է։ Հասարակ մի հատ բան ասենք, մի հատ խանութի կամ ինչ-որ ծառայության մի հատ վատ մեկնաբանություն ես գրում, վատ չէ, էլի, այսինքն արդար մեկնաբանություն ես գրում։ 5 րոպե հետո մեկը ծանոթ զանգում է, խնդրում է այդ մեկնաբանությունը հեռացնել, էլի, որովհետև իրենց բիզնեսին վնասում ենք։ Այսինքն այդ նույն սխեմայով այնտեղ ծանոթ, բարեկամ, այս ինչին շանտաժով են մյուսին ինչ որ ձև կաշառելով նաև, սենց չեմ ասում, հիմա փող են վերցնում, բայց ձայնագրություններ ենք նաև լսել ենք, էլի, ինչ։ Ու կարծում եմ, որ իրական գյումրեցին ինքը իր քաղաքն է ուզում լավացնել, էլի։ Վերջերս նաև մենք ենք հաղորդումներ նկարում Գյումրիում ու շատ հետաքրքիր էներգիա կա, կոլորիտ կա։ Ես ճիշտ է արդյունքից եմ, բայց շատ կապված չեմ եղել Գյումրիի, վերջին շրջանում, վերջին մի 10 տարին է, որ կապս մեծ է, նույնիսկ կարող եմ ասել, մինչև 2009 թվականը ես Գյումրի 1 կամ 2 անգամ եմ եղել։ Վահագ, այսինքն Գյումրիում ընտրությունների այս մոդելը կարծես ավելի փոքր մոդել էր եւ ինչ սպասել ուրեմն առաջիկա ընտրություններից, որը սպասվում է դեռ։ Միշտ ցանկացած ընտրությունների ժամանակ էլ մարդիկ նայում են նոր մի քիչ կոպիտ բառով ասեմ չպղծված դեմքեր, ովքեր քաղաքականության մեջ կեղտոտված չեն, իրենք մաքուր են, բայց ես ինչի վրա եմ զարմանում, ընտրությունից ընտրություն են այդ մարդիկ հայտնվում, չկան 5-6 տարի չկան ընդհանրապես դաշտում, կարող է մի երկու հատ այդպես միտինգներ լինեն կամ ինչ-որ հավաքներ լինեն Երևան իրենց դեմքով ու կորում են էլի։ Քանի բան ունեինք անցած ընտրություններին։ Երևի դրանցից 1-2-ն են այս պահին 3 գործում սենց։ Դրա համար չգիտես անկեղծ ինչ սպասես։ Միակ բանը, որ
լավ է գոնե այդ ամեն ինչը թափանցիկ է տեղի ունենում իմ կարծիքով ու այսինքն ժողովուրդը ընտրում է այն մարդուն, ում ուզում է այդ պահին ու ընտրություններում է հենց ցույց է տրվում այդ տվյալները, ոչ թե լցոնումներն են, ոնց որ առաջ կար, ոչ թե կեղծիքներն են, այդ կեղծիքները, հա, մանր տեսքերով կարող են լինել, բայց դա ակնհայտ կերպով չի կարող ազդել արդյունքների վրա, գոնե այդ առումով մի քիչ առնչընթաց ունեցել ենք։ Ու համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Վահագ, նախկինում հիշում եմ, որ բավական ակտիվ էիք սոցցանցերում, քաղաքական, սոցիալական ոլորտների հետ կապված գրառումներ էիք անում, ձեր կարծիքը երբեք չեք էլ թաքցրել։ Հիմա պասիվացել եք ինչու։ Նախկինում իրոք ակտիվ էի, հիմա պասիվությունը եկել է պատերազմի տարիներից հետո, այսինքն 20 թվականից հետո, մինչև 23 թվականը այդ լարված մթնոլորտը կար։ Իրականում իմ կարծիքով չեմ ուզում փոխել ինչ-որ մարդու, քանի որ 85,000-ից ավել հետևորդ ունեմ մենակ YouTube-ում, Facebook-ում, YouTube, Instagram, միասին 100 քանիսը անց են ու ցանկացած կարծիք կարող է մարդու մոտ ինչ-որ բան փոխել, որը այս պահին ես չեմ գտնում ճիշտը որն է։ Այսինքն խոսես իշխանության դեմ, խոսես ընդդիմության կողմ, խոսես նեյտրալ ու ամեն մեկի դեմ կամ կողմ խոսացածը բարձրացնում է մի հատ մեծ աղմուկ մյուսների հակառակորդների կողմից։ Ու դա է պատճառը, ես որ իմանայի սա ճիշտ է, այն ժամանակ գիտեի գոնե որ կոնկրետ նախկին իշխանության օրոք տեղի էր ունենում շատ վատ բաներ, որը կարելի էր փոխել նոր մարդու իշխանություն բերելուց հետո։ Բայց հետագայում հասկացա, որ նաև դա փոփոխությունների չբերեց։ Այսինքն մենք ունեցանք նորից շարունակական պատկեր ավելի բարդ տեսքով, դա բնականաբար ներկայիս իշխանությունը նախկինների շարունակությունն է, ինչով թե շատերը կարող են հենց դա ուղիղ ընկալել, բայց համակարգը նույնն է։ Այսինքն փոխվեցին մի քանի հոգի, բայց ընդհանուր համակարգը նույնն է ու ես չեմ կարծում, որ մենք այս խնդիրները չունենանք նախկին իշխանությունների օրոք։ Ուղղակի հիմա այս պահին այս իշխանությանը բաժին ընկավ այս խնդիրը ու հիմա չգիտես ինչ ասես, ինչ խոսես, որ ճիշտ լինի, ճիշտ ուղու վրա գոնե դնես քո այսքան մարդու, ովքեր քո կարծիքը ինչ որ ձև կամ հաշվի են առնում կամ չեն առնում, բայց ամեն դեպքում ցանկացած ասված խոսք ինչ որ տպավորություն թողնում է։ Դրա համար այս պահին անկեղծ չեմ գտնում ինչ կարելի է խոսել ու աշճանաբար այդ չգրելն էլ բերել է այն բանից, որ շատ տեղեկացվածել չեմ արդեն։ Առաջ լսում էի անընդհատ այս բաներն, հետո հասկացա, որ դա նաև իմ էներգիան խլում է թե ստեղծագործական աշխարհում, թե իմ բիզնեսի հետ կապված ու եթե այս պահին բան չես կարալու փոխես քո խոսելով, այն իմ երկի պես միգուցե լռեմ մի պահ։ Պատասխանատվության հարց է այսինքն։ Այո։ Դուք ձեզ պատասխանատու եք զգում ձեր հետևորդների, հանրության առաջ։ Ընդհանուր հենց նույնիսկ ժողովրդի առաջ, քանի որ շատերին կարող է թվալ իրենք ունեն 2000 հետևորդ կամ նույնիսկ 100, իրենց ասածը ոչ մի բան է, բայց ցանկացած խոսք ինչ որ բան փոխում է ու կարող է փոխել թե դրական կողմով, թե բացասական, իսկ եթե չգիտենք դա որ կողմ կտանի, այս պահին միգուցե լռենք։ Վահագ, ստեղծագործական կյանքից խոսենք, դուք առաջիններից էիք, ով անդրադարձավ հայ դասականների գործերին, մեր հայ պոետների գործերին։ Հետաքրքիր է, ինչու անդրադարձ չկա ժամանակակից պոետների գործերին մեր հայ։ Չէ, իմ գործերում ունեմ Տաթև Ոսկանյան, Անի Հերունիսաջյան, Արթուր Սարգսյան, դե ժամանակակից գրողներից շատ են հիմա ուղարկում բանաստեղծություններ, ճիշտ ասած քիչ գործեր են, որոնք հավանում եմ երգ դարձնելու առումով, այսինքն ինչքանով ինքը երգ կարող է դառնալ, թե չէ շատ լավ ստեղծագործողներ ունենք հիմա, ու ինչ որ ընտրել եմ, ինքը եղել է այն իմ հոգու արտացոլանքը, կոնկրետ այդ պահին կամ զգացմունքի հետ կապված մի բան, կարդացել ես այդ բանաստեղծությունը, զգացել ես, որ դա երգային է, ու էլի շատ ուղարկում են, բայց կարդում ես, զգում ես իր մեջ ինքը Տերյանն է խոսում, մեկի մեջ Համոսայանն է խոսում, մեկի մոտ Սևակն է,
այնց օրիգինալ բաները, որը որ դա ինքնին զգացվում է։ Նույնը երաժշտության մեջ է։ Դու լսում ես ինչ-որ բան, զգում ես դա սարքած երգ է, նմանեցրած է ինչ-որ բանին, շատ է հիմա տարածվել դա, այսինքն ինչ է կատարվում, վերցնում են մի քանի նյուանս փոխում են արտասահմանյան գործերի մեջ, դրսի գործերի մեջ, սարքում են հայերեն, երգում են, որը միանգամից զգացվում է, որ դա ստեղծագործություն է, ոչ թե մուսայով եկած։ Հորինովի է։ Հա, դա հեշտ է։ Դժվարը հենց այն մուսայով ստեղծագործությունն են, որը ամեն մարդու տրված չէ, ինձ էլ տրվում է հնարավոր է տարին 1 կամ 2 անգամ կամ ավելի քիչ։ Ինքը ստեղծագործություններ կա, որ ես էլ վերցնում եմ գիտարը սարքում եմ, շատ սիրուն գործ է դառնում, բայց իր դիտումներից, իր արձագանքներից դու հասկանում ես ինչքան դա կպավ մարդի սրտին։ Հա, հնարավոր է ինչ-որ մեկը լսի մի քանի անգամ, սենց ինքը չի դառնում հիթ, ինչպես դառնում է ես կգամ, օրինակ լուսամփոփի պես աղջիկը, ինձ հետ մնան, արի իմ սոխակը, որ իմը չէ, բայց կարելի ասել Սերժ Տանկյանից հետո երկրորդ տեղում է։ Բոլոր սոխակների մեջ երևի 100-ից ավել ունենք, էլի։ Այո։ Մեր էստրադայի համար այսօր ինչպիսի ժամանակներ են ձեր կարծիքով։ Եթե էստրադա, շոու բիզնես, երգարվեստ մի քիչ տարբեր բաներ են։ Նայենք շատ լավ երաժիշտներ ունենք, լավ կատարողներ ունենք, բայց որակյալը քիչ է իրականում։ Բոլորը վազում են կոմերցիայի հետևից, որը բազմիցս ասել եմ ու մեղադրելու չէ, քանի որ դա էլ իրենց հաց աշխատելու միջոցն է։ Միակ բանը, որ կարող եմ ասելու, միակ բանը, որ ատում եմ, դա մեր հարևանների երգերը հայերեն մատուցել ու ամենավատը ինչն է, Հայաստանում դա հասկանում են, բայց դրսի հայերի համար դա հայկական երաժշտություն է, այսինքն իրենք դա ընդունում են, հայկականը դա է։ Ադրբեջանական, թուրքական։ Ադրբեջանական երգը թարգմանած հայերեն։ Հիմա ունենք sense տարօրինակ երգիչ երգչուհիներ, որ արդեն չեն ամաչում, իրենք դրանց կողքին մի հատ էլ արաբական են երգում, մնում է թուրքականն էլ երգեն, վերջացնենք։ Այսինքն այդ կարգի արդեն ինքը այնքան բարձր թողի վիճակում է այդ վերահսկողությունը, չնայած YouTube-ի ինչը վերահսկես, բայց գոնե, չգիտեմ, պետք է մերժվի Հայաստանում նման երգիչների թեկուզ ելույթները կամ ինչ որ հրավերն, այ մենք բաներին, միջոցառումներին, բաներին հրավիրում են նման մարդկանց։ Ու չնայած բոլորն էլ նայում են կոմերցիային։ Օրինակ, ինչու մենք տարեկան 30 անգամ չենք գնում Հայաստանից դուրս, ուսկան 5 անգամ չենք գնում, կարող 1 կամ 2 կամ ընդհանրապես տարիելնի չգնանք Հայաստանից դուրս, որտեղ ինքը կոմերցիոն չի, մտածում են ինչու հրավիրենք, օրինակ, լավ անուններ չտամ, ինձ ասեն իմերով, Վահագ Ռաշին ինչու հրավիրենք, դե 200-300 հոգի կհավաքվի, դրանից մենք մեծ օգուտ չենք ունենա, ծախս կանենք, կանչենք, սենց, այսինքն ամեն ինչ գումարով է լուծվում, գումարով են մտածում։ Իհարկե կան մարդիկ, հայրենասեր մարդիկ, ովքեր կազմակերպում են ու չեն մտածում իրենք կաշխատեն, թե չէ մտածում են որակյալը պրոպագանդելու մասին։ Ես էլ հնարավորինս ինչ ինձնից հասնում է, անում եմ, որ որակյալ ստացվի աշխատանքը։ Դուք նշեցիք, որ դրսում շատ չեն տարբերում ադրբեջանական երգերը, ինչն է կատարվում։ Սփյուռքահայերը այդքան էլ տեղեկացված չեն։ Մեծ մասամբ։ Չէ, շատ տեղեկացված կան, բայց էլի տոկոսային առումով երևի 5-6% են։ Այսինքն դրսի հայերը, որ նայում ենք, Ռուսաստանի հայերը, Ամերիկայի հայերը, ինչ որ մեծ քանակ, ինչ երգերի տակ են ապարում, ինչ երգեր են լսում, ինչ երգեր են ներկայացնում որպես հայկական, թեկուզ ներկայացնում են ամերիկացի մեկին, սա հայկական է։ Այսինքն իրենք չեն տարբերում այդ իրական հայկականը, իրական հայկական երաժշտության կառուցվածքը, օտար բաներից, որը մերը չէ։ Նու կարելի է բլյուզ, ռոք, չգիտեմ, ջազ երգել հայերեն։ Դա էլ ինչ որ մեկը կարող է ասի, դա էլ մերը չէ, բայց այդ մուղամը դա լրիվ ընդհանրապես մեր հետ կապ չունի։ Ինչքան էլ մարդիկ ասեն, չգիտեմ, ժամանակին մեր պապերը մուղամ են երգել, կան չէ, այդպես անհատներ, որոնք ասել են, բայց դա ընդհանրապես մերը չի, Կոմիտասը ինչի համար մաքրեց այդ ամեն ինչը, տվեց մեզ, որպեսզի մենք ճանաչենք։ Մեր ազգի մեծ մասը չի ճանաչում իրեն։ Այ ամենամեծ խնդիրը դա է։
նույնիսկ չի ճանաչում իր տեղանքը, բացի իր շենքից, շենքի կողքերից, մի քանի փողոցից շատ մարդկանց եմ ես ճանաչում, նույնիսկ Երևանի փողոցները չգիտեն, իրենց թաղամասի մի փոքրիկ թաղամասից դուրս։ Որտեվ սահմանափակվում է այդ մաքսիմում աշխատանքի գնալ, տուն վերադառնալով, իսկ եթե ուզում ես կոնկրետ լինել ազգի ներկայացուցիչ, ոչ թե անունդ լինի հայ, պետք է ճանաչես դու, ով ես դու։ Ցանկացած մեկին կանգնեցնենք, դու սա հարցնենք, դու ինչ ազգ ես, կասի հայ։ Իսկ ինչ է նշանակում հայ։ Առաջի հերթին պետք է հայը ճանաչի իրեն, իր մշակույթը, իր մենակ գոնե այն ինչ ունենք։ Գոնե իր քաղաքի քաղաքները, հա, գոնե իր քաղաքի պատմությունը։ Ոչ թե մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնի, բաներ ունեն, չէ, ասում են Երևանն էլ է մերը, սա էլ է մերը, այն էլ է մերը, նա էլ է մերը, ու մարդիկ կան, որ սկսել են հավատալ դրան, որտեղ մի հատ sense առանց փաստերի, առանց բաների խոսում են, նույն այդ, որ ասում եմ, նույնիսկ թշնամու կարծիքը կարելի է լսել ու պատկերացնել, որ դա ճիշտ է։ Դրա համար ես չեմ խոսում, այ դրա համար եմ ասում։ Իրականում ախր թուրքական երաժշտություն գոյություն էլ չունի։ Եթե sense գլոբալ հաշվով նայենք, ինքը ինչ է, տարբեր արաբական, հունական, հայկական, ասորական, այս ամեն ինչը վերցրած, հենց հիմնականի այդ թուրքական երաժշտության հիմքը դա արաբական այդ ազանն է, իրանց այդ աղոթք, որ ասում են, այսինքն մուղամը։ Ոնց է եղել է մուսուլմանական երկրներում, մսկիթներից կարող ենք լսել այդ ձայնը, նույն այդ երաժշտությունը իրանց վերցրել են, թուրքերը, քանի որ մուսուլման են, նույնը արաբների այդ բանը վերցրել են, բայց իրանք այդքան մուսուլման չեն, ինչքան արաբները, այսինքն նույնիսկ իրանց կրոնով իրանք այդպես չեն պահում, ինչպես պահում են մահմեդականները։ Արաբական որևէ երկրում կամ նույն Թուրքիայում կամ այլ երկրում, երբ որ նստես ու լսես նմանատիպ երաժշտություն, դա նորմալ է, բայց երբ որ հայկական սրճարաններից ես լսում այդ երաժշտությունը, դա արդեն ընկալելի չէ։ Սրա մասին է խոսքը։ Հա, այսինքն միջոցառումները կամ բաները, կամ նույնիսկ մեր ես վերջերս դադարել եմ այցելել չէ, հրավիրում են, ես մերժում եմ շատ կուլտուրական ձևով, ով նեղանում է, թող նեղանա, հայկական եթե շատ հարազատ մարդ չի այդ հանդիսություններին, քանի որ նույնիսկ այդ պարը իմ համար տարօրինակ է, ասենց ոտքերի ձեռքերի ինչ-որ պար, ասենց նստեցին, նույնիսկ այն դեպքում ես վստահորեն կարող եմ ասել, մեր ազգի մեծ մասը պարել չգիտի։ Այո, կենցաղում։ Ինչն է ազգային պարը, որն է, այս ասենց ոտքեր աջ, ոտքեր ձեռ, ձեռը ասենց նստեցին։ Այսինքն ազգային պարը չմտավ կենցաղ։ Չէ, հենց դա ցավալի բաներից մեկը ճիշտ է, մեր հարևաններն են իրենց հետ վրացիների հետ։ Նայում ենք, իրենք էլ ունեն այդ բանը ուրիշինը վերցնելու, հա, Հայաստանի, հայկականը վերցնել թարգմանել, բայց իրենք ունեն իրենց բանը, վրացական պարը, վրացական երգը դու լսում ես, ասում ես սա վրացական է։ Մեր մոտ արդեն հասել է նրան, որ դու հասարակ մարդը չի կարող տարբերել, դա հայկական է, թե չէ։ Որովհետև այնքան է աղավաղվել այդ թուրքականից եկած, այդ արաբականից թարգմանած, արաբական, հունական, պորտուգալական, ռումինական, sense այդ ամեն ինչը վերցնում են ռիթմերը, լատինո, sense բաներով 6-8 կոչվածը ու դառնում է երաժշտություն։ Հա ինքը իրավունք ունի գոյություն ունենալու, ոչ ոքի մեղադրելու չի, բայց դա չի կարելի հանրայնացնել, սարքել այս ոչ թե հանրայնացնել, սարքել ազգային արժեք ու ներկայացնել որպես հայկական։ Եվ դոմինանտ լինի բոլոր կարգի մյուս երաժշտությունների նկատմամբ։ Տեսեք, իսկ մենք կարողանում ենք մեր այս մի քիչ էլ տրեխատարազային այդ մտածողության ու օտար ելևէջների ու բիթերի արանքում մեր ինքնատիպ երաժշտությունը ստեղծել, ծայրահեղությունների գիրկը չընկնելով։ Չէ, իհարկե կարող ենք, ժամանակակից հայկական երաժշտություն կարելի է ստեղծել, այսինքն պահել հայկական գիծը, երբ որ մարդը ուսումնասիրի Կոմիտասին, ինքը ես չեմ կասկածում, որ ինքը կստեղծի ժամանակակից հայկական երաժշտություն։ Ես չեմ ասում, ես ստեղծագործում եմ, իմ ստեղծագործությունները հայկական են, ժողովրդական են։ Չէ, ինքը հայկական փոփ կարող եմ ասել, հայկական ռոք կարող եմ ասել, որտեվ կա հայերեն, ճիշտ հայերեն, ինչին եմ ես հիմա ուշադրություն դարձնում, շատ հազվադեպ դեպքերում կարող եք նկատել իմ վերջին ժամանակների երգերի մեջ շեշտադրումների խախտում,
բառակազմության խախտում, այսինքն երգելուց պետք է ուշադրություն դարձնենք նաև ճիշտ արտասանենք։ Իհարկե։ Ինչպես խոսում ենք, չջարդենք բառերը, այսինքն երբ ես գնում եմ տուն։ Մի բառակապակցություն է, չէ, երգի մեջ։ Նույն ձևի երգի մեջ պետք է ասի, ոչ թե երբ ես գնում եմ տուն։ Արդեն մարդու մոտ դա ինչ որ ուրիշ բաների հետ սկսեց ասոցացվել։ Հետո վերջին վանկի վրա է, չէ՞, ընկնում շեշտը, երբ հաճախ են խախտում։ Հաճախ չի, արդեն համատարած։ Ոչ ոք չի պահում, ինչքան նկատում։ Ինքը ճիշտ է, երաժշտության մեջ դա ընդունված բան է, նույնիսկ կոմիտասի երգերի մեջ, բայց հիմա եթե հասել է նրան, որ ուզում ենք կոնկրետ լեզվի վրա շեշտը դնենք, ինքը եթե հնարավոր է պահենք, թե չէ կարող ենք նայել արե բացվեց թուղ ամպերեն ամբողջությամբ խախտած եմ մեր հայրենիք ազատ անկախ գալիս ես դու ինձ մոտ այդտեղ էլ խախտում այսինքն միշտ եղել է դա բայց հիմա ես աշխատում եմ այդ ամեն ինչը պահել որ ճիշտ լեզվով երգվի եթե կարելի է դա անել շատ բարդ է իրականում որովհետև հնարավոր է մի 6-7 տարբերակ երգի փոխես մելոդիան որպեսզի այդ ամեն ինչը նստի ու կազմությունն էլ ճիշտ մնա վերջերս շատ տանջվեցինք այդ գործի վրա մի քանի օր առաջ ենք տեսահոլովակը նկարեմ այսի 28-ին պատրաստ կլինի մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին Վահան Տերյանի ինքը hard rock ստեղծագործություն դարձավ որը դուետ է Արմեն Դոլինյանի հետ սպասենք էլի տաղանդավոր ու կարևորը ճաշակով ու գրագետ երգիչ ու լեզուն ճանաչող կոնկրետ այդ գործը պիտի ռոք լիներ, ուրիշ տարբերակ չկար։ Ինքը համերգի ժամանակ իմ մոտ միտք ծագեց, ավելի շուտ Տերյանի թանգարանում թեթև միտք ծագեց, համերգի նորից sense հանդիսատեսի հետ զրուցելուց Տերյանը ջավախցի է եղել ու ախալքալակցին մենակ այտենց մելամաղձո, դաշնանային, գարնանային ինքը շատ ուրիշ է, ուրիշ կողմ էլ ունի։ Ճիշտ է, հիմա Գարունը այնքան ծաղիկ է վառել, մի քանի օր առաջ այդ Տերյանի հետ գործն էլ երկ դարձավ մի քանի օրից կտեղադրեմ համացանցում, արդեն պատրաստ է։ Էլի փոքրիկ հետաքրքիր հոլովակ ունենք, AI-ով սարքած հոլովակ, որը բավական գեղեցիկ է ստացվում, գոնե նկարի փոխարինում է, որպեսզի մեծ ծախսեր չանես։ Մեծ ծախսերը արդեն այն գործերի վրա են կանում, որը իրենից արժեք կարող է ներկայացնել։ Հիմա շատերը տեսահոլովակ չեն էլ նկարահանում արդեն։ Հա, ինքը իրականում ես հիմա հասկացել եմ, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր, քանի որ հեռուստատեսություն էլի նայում են, բայց քիչ շատ էին նայում ու տեսահոլովակների միջոցով էին մարդկանց ճանաչում։ Հիմա Փառք Աստծո համացանցերը կա, դու կարող ես մի փոքրիկ ռիլս արկել կամ stories քիչ ծախսատար է շատ ավելի, քիչ ռեսուրսներով, բայց հայտնի լինի։ Ինքը մարդը դու երգում ես քո երգը, մարդը տեսնում է քեզ արդեն ճանաչում է։ Սոս Սարգսյանն ասում էր մոլախոտը կերել է ամեն ազնիվ բանկա խան անող չկա նույնը կարելի ասել մեր երկարվեստի մասին չէ ով պետք է քախանանի ամբողջ աշխարհում է ես մենակ մերոնց չեմ ասում որովհետև հենց մի քանի օր առաջ գործիքավորումը ում հետ որ անում եմ Կարեն Արզումանյանը MPR-ի խմբի սոլո գիտարարա ինքն է անում իմ գործիքավորումները հիմնականում մեկ է Վահան Նահապետյանը զրուցում ենք ասում եմ վերջին շրջանում մելոդիկ համաշխարհային ինչ որ երգ մենք լսած կանք որը ինչքան շատ էր դա 90-ականներին ինչքան շատ է եղել 80-70-ականներին մի հատ մեծ sense բան ունենք երգադարան ունենք որը կարելի է դարերով լսել բայց սկսած 2000-ականներից մինչև այսօր այսինքն 25 տարվա ընթացքում շատ քիչ գործեր երևի sense հատուկ են 30 գործ ես չեմ առանձնացնի որը sense դարձել է ինքը մնայուն արժեք ու կլսենք հա որպես ռետրո կլսենք բայց ինքը sense ասած Shine on Your Crazy Diamond չի Pink Floyd-ի Beatles-ների Yesterday չի Շարլ Ազնավուրի Bohem չի պատմության մեջ երկարվեստի մնացող չէ իրականում ժամանակը իրեն անելու է, քանի որ կրկնվելու հատկություն ունի այդ ամբողջ պատմությունը, նույնիսկ մեր պատմությունը, ուշադիր որ նայենք, 100-ամյակը մեկ մեր պատմությունը կրկնվում է, դա նույնը երկարվեստի մեջ է լինելու, այսինքն մոտավորապես մի 40-50 տարուց ամենաշատը, եթե ոչ ավելի շուտ, ինքը նորից սկսելու է գերակշռել այս կարգի բանը։ Նույնիսկ հիմա են հետ գալիս երգեր, որոնք
արդեն ուրիշ ձևի երգած այդ հիթային երգերը, որ ժամանակին եղել են։ Հիթային չասեմ, իրենք շեդևրներ են մեկը մեկից։ Այսինքն կոնկուրենցիա է եղել։ Հիմա գնացել է ավելի շատ sense են պարային ռիթմեր, sense շատ հեշտ ընկալվող բաներ, որը մարդը չպիտի լարի, ինքը միացնում է, հա, լսեց գնաց, թեթև ռիթմ, sense նվնվացող մի հատ աղջիկ, կամ տղա, sense շշնջացող ինչ-որ բառեր, ինչ-որ կամ երգում են կամ չէ, sense տնքալով, շատ դա է տարածվել, մերոնց մեջ էլ արդեն շատ կա, ու ինքը երկար չի մնալու։ Որ նայենք, օրինակ, հետ գնանք 90-ականներ մեր երգարվեստը, կային շատ հայտնի երգիչ երգչուհիներ կային, որ նայում ենք հիմա ուր են։ Այդ երգերը ուր են։ Արժեք պետք է ստեղծել Ռուբեն Հախվեզյանի երգերը դեռ 100 տարի էլ լսելու ենք։ Արթուր Մեսչյանի, չգիտեմ, երգ-փիլիսոփայություն այդ ամեն ինչը, հələ ինքը այս պահին մի քիչ sense բամփոլում է, բայց ինքը բարձրանալու է։ Շարլ Ազնավուրով էր լսում մի 5-6-10 տարի առաջ, մինչև Ազնավուրը, հա, լսում էին, բայց հիմա ինքը սկսել է այսպես գնում էր, հիմա բարձրացել է։ Անձնավորի մահից հետո ավելի գնալով ավելի է տարածվելու ինքը։ Դա բնականon է, կարծիքով նորմալ է։ Շնորհակալ եմ զրույցի համար, Վահագ։ Ես էլ եմ անչափ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարն էր Ֆակտոր TV եթերում, կհանդիպենք